Մի համատաբար թեթև, բայց վառ օրինակ այն մասին, թե որքան կարևոր է համակարգային մտածողությունը նույնիսկ մեր առօրյայում։ Ողջույն։ Ես հաճախ երթևեկում եմ աշտարակի խճուղով եւ նկատել եմ, որ աղբը, որը թափված էր մայրուղու երկայնքով, աշխատակիցները վերջապես հավաքել են եւ դասավորել են կույտերի մեջ մայրուղու եզրերին։ Մոտ 1 շաբաթ այդ աղբը այդպես էլ մնաց կույտերի մեջ։ Քամին, կենդանիները, արագ անցնող մեքենաների օդի հոսանքները հետ տարածեցին աղբը։ Ինչ է ստացվում։ Եթե հարցնենք աշխատողներին, կասեն, որ հավաքել են աղբը եւ դա ճիշտ է։ Եթե իմ նման ուղևորին հարցնենք, կասի, որ տեսնում է աղբը մայրուղու երկայնքով, հետեւաբար այն չի հավաքվում եւ ելի կլինի ճիշտ։ Հավանաբար նաեւ ասողներ կլինեն, որ որքան հավաքում, այդքան նորից թափում են եւ որ ընդհանրապես փնթի ազգում են։ Ստացվում է, որ միայն այն պատճառով, որ ի սկզբանե գործը համակարգային չէր կազմակերպվել, այսինքն աղբը պարկերի մեջ չէր հավաքվել կամ աղբատարը անմիջապես աղբի կույտերը չէր տարել, աղբը հավաքողների գործը ապարդյուն ստացվեց եւ բերեց հիասթափությունների։ Էլ չեմ խոսում աշխատանքի եւ ժամանակի թանկագին ռեսուրսները վատնելու մասին։ Եվ այս ամենը ընդհանրապես համակարգային մոտեցում չունենալու պատճառով։ Ափսոս չէ։